Ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ հանցավոր կազմակերպության անդամները 2008-2014 թվականներին հափշտակել են Երևան համայնքին պատկանող շուրջ 73.8 հեկտար մակերեսով հողատարածքները, կատարել ավելի քան 10 միլիոն դոլարի փողերի լվացում։ 12 անձի ձերբակալելու որոշում է կայացվել։ Ձերբակալվել է 7 անձ։ Ձերբակալվածներից մեկն էլ Էրեբունի գինու կոնյակի գործարանի սեփականատեր Հովհաննես Մարգարյանն է։ Նախաքննությամբ պարզվել է, որ Մարգարյանը ունենալով մտերիմ հարաբերություններ Կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարի, ինչպես նաև մի քանի ընկերությունների փաստացի սեփականատիրոջ հետ Երևանում գտնվող 73.8 հեկտար ընդհանուր մակերեսով 3 հողամասերը կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ Երևան համայնքի գույքային ֆոնդից ապօրինի դուրս է բերել, որպես սեփականություն ձևակերպել իրեն փոխկապակցված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց անուններով։ Նախ արտահությամբ առանձնապես խոշոր չափի գումարներ հափշտակելու եւ փողերի լվացում կատարելու նպատակով ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր կազմակերպություն։ Հանցավոր կազմակերպության անդամները նշված անշարժ գույքերը իրենց հետ փոխկապակցված ընկերությունների միջոցով տարբեր ժամանակահատվածներում գրավադրել են տարբեր առևտրային բանկերում, ստանալով առավել քան 10 միլիոն դոլարի վարկեր։ Այնուհետև Կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, պաշտոնեական կեղծիք եւ խարդախություն կատարելով Երևան համայնքին պատկանող մի շարք հողատարածքների սեփականության իրավունքի կեղծ վկայականներ է տրամադրել հանցավոր կազմակերպության մյուս ղեկավարներին եւ մասնակիցներին, հետագայում մի շարք ձևական քաղաքացիաիրավական գործարքների միջոցով նշված անձանց կողմից փողերի լվացում կատարելու նպատակով։ Բացահայտվել է հանցավոր կազմակերպության մեջ ներառված անձանց շրջանակը։ 13 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Հանցախմբի տարբեր անդամներ մեղադրվում են հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, առանձնապես խոշոր չափի փողերի լվացման, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու, իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու եւ պաշտոնեական կեղծիքի, առանձնապես խոշոր չափի խարդախության համար։ Հիշեցնենք, Վահան Քերոբյանը անցնում է նաեւ մեկ այլ գործով, մեղադրվում նախարար աշխատած տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այս գործը դատաքննության փուլում է։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։